Սիրով ողջունում եմ բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Աստված օրհնի ձեզ և ձեր բոլորի լուսաբացը, խաղաղ առավոտ բոլորիս։ Դուրս եկա պատշգամբ և հիմա ցույց եմ տալիս եղանակը։ Այսօր մեզ մոտ արև տաք անուշ եղանակ է, իսկ մեր կեշան էլ դայլայլում է և ձեզ համար և ինձ համար երգում է։ Տեսնում եք, հիմա ձայնը կտրեց։ Հիմա գնանք սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստել մի համեղ աղցան։ Թանկագիններս պատրաստում եմ աղցան։ Վերցրել եմ տավարի միս, 3 հատ հավիձու, 1 տարա կանաչ ոլոր, ընկյուզ, նոր 1 հատ, թարմը կանաչի սամիտ և մաղադանոց, 4 սատ թթու վարունգ, սև պղպեղ և աղ։ Սիրելիներս, պատրաստում եմ շատ համեղ աղցան։ Բաղադրիչները նախապես բոլորը պատրաստել եմ, խաշել եմ միսը, թողել եմ լավ սառել է, ձուն, մաքրել եմ նուռը, ընկյուզը, մի խոսքով պատրաստ եմ։ Հիմա միսը պետք է լավ խաշենք սիրելիներս և մսի ջրի մեջ աղ լցնենք, որ միսը համեղ լինի։ Լավ խաշենք, որպեսզի համ լավ կտրատվի, համ էլ ոնց որ ասում են թելթել լինի։ Երկու տեսակն է, կարող ենք այդ աղցանը միսը կամ թելթել անել, կամ կտրատել։ Ես որոշեցի կտրատել, տարբերակով պատրաստեմ։ Քառակուսի, ոչ շատ մանր եմ կտրատում, որ ուտելուց համեղ լինի ավելի։ Սովորական միջին չափսի կտրատում եմ լավ խաշած միսը։ Ասեմ, որ սիրելիներս, սառնարանը բացել եմ, ինչ ունեինք, նա էլ հանել եմ, պատրաստում եմ աղցան։ Հատուկ այս աղցանին բաղադրիչներ չկան։ Բոլորը խառնելու եմ իրար, հաստատ համոզված եմ, որ մի համեղ աղցան կստանանք։ Չէ որ համ միսն է համեղ, համ ընկյուզ կա, համ նուռ, ձու, կանաչ ոլոր գարող, բոլորը իրար խառնած, թե սմետանով, թե մայոնեզով կստացվի մի համեղություն։ Դե հիմա պատրաստենք, վերջում համտեսենք կիմանանք, իրոք համեղ է, թե ոչ։ Այսպես սուրել չի այս դանակը, ինչքան սրում է, էլը սուր չի պահում, իրա որակից է, մատերիալից է, որ սուր չի պահում։ Շաբաթ կիրակի կտամ ամուսինս կսրի անպայման։ Այդպես սիրելի հետևորդներ ջան, կտրատում եմ միսը ձեզ հետ միասին։ Դուրս է եղանակը ցույց տվեցի, ասեմ, որ այսօր առաջին անգամ 1 տարվա մեջ, որ ձեզ հետ կոֆե չեմ խմում, որովհետև կոֆեն վերջացել է սիրելիներս։ Սպասում եմ երեկոյան բերեն, որ նոր արդեն վաղվանից իրար հետ կխմենք սիրելի հետևորդներ ջան, այդպես էլ է լինում։ Մեր մեծերն ասում էին ժամի խունկն էլ է պակասում։ Ճիշտ եք, հիշում եք, մեր մեծերի խոսքերը իմաստ են ունեցել միշտ էլ։ Հիմա բոլորը չեմ կարող կտրատել, որ ձեզ երկար չթվա, հիմա մի քիչ կկտրատեմ միսը, մնացածը կադրից դուրս կկտրատեմ և կհանդիպենք արդեն ընկյուզը կտրատելուն։ Այսպես սովորական կտրատում եմ, ոչ մի արտարոց, չգիտեմ ինչ ձևով չեմ կտրատում, սովորական, ինչպես հնարավոր է, մանր եմ կտրատում։ Ինձ թվում է համեղ կստացվի։ Իհարկե, այսպիսի բաղադրիչներով որ պատրաստենք, համեղ կստացվի։ Իսկ հիմա սիրելիներս, կադրից դուրս կհանդիպենք քիչ հետո։
Միսը կադրից դուրս բոլորը կտրտեցի, վերջացրեցի։ Հիմա սիրելիներս սկսում եմ կտրտել ընկյուզը։ Ես դանակով լավ մանր կկտրտեմ։ Կարող ենք նաև մսաղացով աղալ, բայց ես ընտրում եմ կտրտելու տարբերակը։ Կտրտած տարբերակով համեղ է ստացվում աղցանը։ Ուտելու ժամանակ էլ որ ատամի տակ է ընկնում, չէ, ավելի համը զգում ես, իսկ աղացածը այդքան չեմ սիրում, դրա համար ես ընտրել եմ այս տարբերակը, կտրտած տարբերակը, և կտրտում եմ որքան հնարավոր է մանր։ Թանկագիններս, եթե նոր եք միացել իմ ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, դրեք լայք, որ տարածվի ալիքը։ Եվ իմ սիրելի բաժանորդներին շնորհակալությունս եմ հայտնում տեսանյութերը դիտելու, տարածելու, գեղեցիկ ջերմ մեկնաբանություններ գրելու համար։ Անչափ անսահման շնորհակալ եմ բոլորիցդ, իմ թանկագին բաժանորդներ ջան։ Այսպես սիրելիներս մանրացնեմ ընկյուզը, առանձնապես շատ բաղադրիչներ այս աղցանի մեջ չկան։ Ընկյուզն էլ կմանրացնեմ, մնում է այնտեղ թարմը կանաչին և վարունգը։ Հիմա կադրից դուրս էլ ընկյուզը բոլորը մանրացնեմ, սիրելի հետևորդներ ջան։ Ընկյուզը աչքաչափով եմ վերցրել, մոտավորապես 100 գրամից, դեռ մի փոքր էլ ավել կլինի։ Չեմ կշռել, որ ստույգ գրամ ասեմ, մոտավորապես եմ ասում, այդքան կլինի։ Հիմա մանրացնեմ, կհանդիպենք սիրելիներս։ Եկաք Մարինե ջան, արի։ Ընկյուզներն էլ կտրատեցի, վերջացրեցի, տեսնում եք բավականին էլ ընկյուզ կտրատեցի, ինչքան այս աղցանի մեր ընկյուզը շատ լինի, այնքան համեղ կլինի։ Այս տակի փոշի մանրուքը չեմ լցնում։ Մի հատ էլ խառնեմ, ավելացնեմ կանաչ ոլորը։ Ինձ մոտ 1 տարա է։ Հիմա արդեն ձուն եմ կտրատում, լավ խաշել եմ, թողել եմ սառել է և քառակուսի կտրատում եմ։ Տավարի մսով, նռով, ընկյուզով և մնացած բաղադրիչներով այս աղցանը, որ խառնեմ իրար հետ և մայոնեզ լցնեմ, հիանալի համեղ աղցան կստացվի, սիրելիներս։ Հիմա ձուն էլ որքան հնարավոր է աշխատում եմ հավասարաչափ կտրատել, որ շատ չտրոժվի։ Ինձ թվում է 2 ձուն բավական է, երրորդը չեմ արդեն կտրտի, 2 հատը լրիվ բավական է։ Կտրտած ձուն ավելացնում եմ մանրացրած ընկյուզի, տավարի մսի և գարոխի վրա։ Հերթը հասավ կտրտելուն արդեն թթու վարունգներին։ Ծայրի մասը կտրում եմ և 2 կես եմ անելու։ 1 վարունգը արդեն կտրտել եմ, սիրելիներս, 3-ն էլ հիմա կկտրտեմ, կավելացնեմ բաղադրիչներին և այսպես կտրտում եմ։ Ասեմ, որ շատ ընտիր թթու վարունգներ են, շատ համեղ, խրխրթան վարունգներ են։ Բոլորը կկտրտեմ, կմնա արդեն
մանրացնեմ կանաչին, ավելացնեմ նուռը և մեր աղցանը պատրաստ կլինի։ Հիմա ցույց եմ տալի, թե ինչ ձև եմ կտրտում, այսպես, սովորական։ Վարունգն էլ է արդեն պատրաստ, լցնեմ աղցան ամանի մեջ։ Հիմա կմանրացնեմ աղցանի համար թարմը սամիտ և մաղադանոս, որպեսզի մեր աղցանը ավելի համեղ լինի։ Այս ծայրի մասերը հանում եմ, որ կոպիտ չլինի աղցանի մեջ, և լավ մանրացնում եմ սամիթը և մաղադանոսը, որքան հնարավոր է մանր եմ մանրացնում։ Կեշան սկզբից հոլովակի լավ երգեց բոլորիս համար, իսկ հիմա լուռ իր վանդակի մեջ նստած ձողի վրա մեզ է հետևում, թե ես ինչ եմ անում։ Լռեց, էլ չի երգում։ Ժամանակը այնքան երկար է երգում, սիրելի հետևորդներ ջան, բայց ես սիրում եմ իր երգելը, երբեք էլ չեմ ձանձրանում։ Կանաչին էլ մանրացրեցի, վերջացրեցի։ Էս էլ չոր ցողունի մասերից է մնացել հանեմ։ Մնաց նուռը։ Սիրելիներս, կտրտեցի, վերջացրեցի աղցանի բոլոր բաղադրիչները։ Հիմա ավելացնում եմ մաքրած նուռ։ Մի փոքր կթողնեմ, որ աղցանը վերջում լցնեմ աղցանամանի մեջ և զարդարեմ նռով։ Համեմելու եմ միայն սև աղացած պաղպեղով և աղով։ Ոչ սխտոր եմ լցնելու, ոչ էլ սոխ, սիրելի բարեկամներս։ Հիմա աղով եմ համեմում և հիմա կխառնեմ։ Մի լավ կխառնեմ, մի հատ էլ գդալ բերեմ, երկու գդալով խառնեմ։ Լավ խառնելուց հետո նոր համ կտեսեմ։ Համ թթվությունը, եթե պակաս լինի, կավելացնեմ վարունգ նորից և աղը։ Մի փոքր փորձեմ։ Աղ պետք է ավելացնեմ, աղ, մի փոքր էլ կարելի է սև պղպեղ ավելացնել աղացած։ Մի փոքր կծուն համեղ է լինում։ Աղցանը լավ կխառնեմ, որպեսզի բոլոր բաղադրիչները խառնվեն իրար և բերանը կծածկեմ, կդնեմ սառնարանը։ Այդ ընթացքում կհամեմվեն բոլոր բաղադրիչները, ավելի համեղ կդառնա։ Ես էլ կպատրաստեմ այրոգրիլի մեջ հավի միս և կարտոֆիլ։ Աղցանը, սիրելիներս, մինչ կհամեմվի, ես կհամեմեմ նաև հավի միսը, նախապես լվացած, չորացած հավի միսը։ Հիմա ավելացնում եմ աղը նորից, լավ այսպես տրորում եմ, որ հավասարաչափ աղը լինի։ Ավելացնում եմ սև աղացած պղպեղ, մի փոքր էլ կարմիր քաղցր աղացած պղպեղ և նորից տրորում եմ։ Խառնում եմ իրար միսը։ Կարտոֆիլն էլ եմ լվացել, մաքրել և սոխն էլ։
Թող համենվի մի 2 րոպե, մինչև սինին մաքրեմ, որ կտրատեմ կարտոֆիլը։ Կտրատում եմ կարտոֆիլը, սիրելիներս, ոչ շատ բարակ, ոչ էլ շատ սովորական, ոնց ենք տապակում, այդպես էլ կտրատում եմ կարտոֆիլը։ Այրոգրիլի մեջ շատ ենք պատրաստել, բայց ես ինքս անձամբ առաջին անգամ եմ պատրաստում։ Պատրաստում եմ և սիրով ձեզ ցույց եմ տալիս, սիրելի հետևորդներ ջան։ Արդեն հաճախակի կպատրաստեմ։ Շատ բարակ չեմ ուզում, որ շատ չորանա, չիպսի նման լինի, ոչ էլ հաստ, որ մեջը հում մնա, սովորական, ինչպես որ տապակում ենք, այդպես էլ ես կտրտում եմ։ Սոխը 2 կես եմ անում։ Հավասար բաժանում եմ 2 մասի։ Վերցրել եմ 2 հատ սոխ։ Հիմա սոխի վրա փոքր կավելացնեմ աղ, կարմիր պղպեղ և ձեռքով լավ մասաժ կանեմ, կտրորեմ, այսպես։ Հիմա մի փոքր էլ բուսայուղ կանեմ, որ ավելի լավ կարմրի։ Այս ամանի մեջ չկա, մյուսը բերեմ, չէ, չկա մեջը, պետք է լցնեմ։ Հիմա մյուսը բերեմ, մի 2 կաթիլ, այնքան որ աղը և պղպեղը պահի վրան և լավ կարմրի։ Նորից իրար ենք կսում սոխը, տարածելով բուսայուղը, այսպես։ Կարտոֆիլն էլ աղ անեմ։ Մեր այրոգրիլը 2 աման ունի, սիրելիներս, սա ավելի հարմար է 2 հատը, մի քիչ էլ բուսայուղ եմ կարտոֆիլին ավելացնում, որ 2 տեսակ կարող ենք պատրաստել, ամեն մեկը 6 լիտրանոց են, սիրելիներս։ Լավ խառնելուց հետո լցնում եմ ամանների մեջ, ասեմ, որ ոչ յուղաթուղթ եմ դրել, ուղղակի սետկան ենք դրել իրա և լցնում եմ կարտոֆիլները կտրտած։ Հիմա միսը տեղավորեմ։ Մսի տակն էլ յուղաթուղթ չենք դրել, սիրելիներս, չենք փորձել յուղաթուղթով, սետկայի վրա եմ շարում, սոխը արդեն մսի հետ կդնեմ, որ համ էլ մսին համ տա, ավելի համեղ լինի։ Գնանք այրոգրիլի մոտ և դնեմ դարակները իրենց տեղում, արդեն դրեցի առաջի դարակ, սա էլ 2-րդ դարակ, իր տեղը, հիմա կսխմեմ, կմիացնեմ,
Դրել եմ կարտոֆիլը 20 րոպեի տակ, իսկ միսը միանգամից 40-ի։ Ինձ թվում է 20 րոպեն բավական չի, որովհետև պատրաստել ենք արդեն գիտենք։ Սպասենք մինչև կարմրի։ Տեսեք ինչ լավ կարմրել է, տեսքը ընտիր և ված, սոխնել է լավ եվել, հլը մի փոքր կարելի ասել վառվել է սոխը։ Սա էլ կարտոֆիլն է, տեսեք, լավ կարմրել է։ Մի անգամից 2 ուտես պատրաստեցինք։ Խրխրթան, կարմիր կեղևով կարտոֆիլներ ստացանք։ Ովքեր չեն գնել, գնեք, սիրելիներս, շատ լավ պատրաստում է, պատրաստի վիճակում տալիս է մեզ։ Այստեղ էլ խաշել եմ կարտոֆիլը, ովքեր ուզում են կարակ կդնենք ուտեն։ Դե ինձ սիրելիներս, պատրաստ է, ինձ մնում է ասել մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի հաճելի դիտում։ Աղցանն էլ մայոնեզով պատրաստ եմ, նստենք հացի։ Սառնարանից հանել եմ աղցանը և մի փոքր լցրել եմ ափսեի մեջ, առանձին։ Ափսեի մեջ լցրած աղցանի վրա ավելացնում եմ մայոնեզ։ Եվ խառնում։ Ոնց որ մայոնեզը քիչ է, մի փոքր էլ ավելացնեմ, սա բավական է արդեն։ Հիմա լցնեմ աղցան ամանի մեջ, համտեսելու համար։ Դրա համար քիչ պատրաստեցի, ընդհանուրի մեջ մայոնեզը լցնեմ, մնալով մայոնեզը իր մեջի ջուրը դուրս է տալիս, համեղ չի ստացվում։ Թարմը կպատրաստեմ և կմատուցեմ ճաշի ժամանակ։ Հիմա վրան կցանեմ վերցրած նռան հատիկները, կզարդարեմ։ Այսքանը բավական է, սա էլ լցնեմ ընդհանուր աղցանի մեջ։ Հիմա տանենք և համտեսենք մեր պատրաստած աղցանը։ Այսօր էլ այսքանը պատրաստեցի, վերջացրեցի համեղ յուրահատուկ համով աղցանը։ Ասեմ, որ այս աղցանի բաղադրիչները ես եմ համադրել մեկը մեկի հետ և ստացվել է շատ համեղ գունեղ աղցան։ Նռով, ընկյուզով, տավարի խաշած մսով, ձվով, կանաչիով, թթու վարունգով։ Սիրելիներս, համեմել եմ սև պղպեղով և աղով։ Հիմա փորձենք։ Հիմա ես մայոնեզ չեմ սիրում, բայց մի փոքր կհամտեսեմ։
իրոք շատ համեղ աղցան ստացվեց։ Դուք էլ պատրաստ եք և անուշ արեք։ Դե ինչ, մնում է ինձ ասել, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի հաճելի դիտում, ստեսություն, մինչ նոր հանդիպում, եղեք առողջ և օրհնված, ձեզ հետ է ձեր սիրելի տիկին Մարինեն, մինչ նոր հոլովակ։